ինչպես գտնել բիզնեսի թույլ կողմերը եւ հետեւողականորեն դրանք ուժեղացնել։ Ինչ ենք այսօր սովորելու։ Երեք հիմնական կտոր, հա, նախ ինչպես թույլ կողմերը բացահայտել բիզնեսում, հստակ գործիքներ ու մեթոդներ բիզնեսի խոցելի կողմերը գտնելու համար, հետո խոսանք նրա մասին, թե ինչպես ուժեղացնել այդ թույլ կողմերը, այսինքն ինչպես կազմակերպել թույլ կողմերի ուժեղացումը, կառուցվածքային քայլեր թույլ կողմերը հաղթահարելու աճի վերածելու համար, եւ հետեւողականության կտորին կանրադառնանք, այսինքն ինչպես ինտեգրել նոր փոփոխությունները ձեր բիզնեսի ամենօրյա գործողություններում, որպեսզի դրանք դառնան անընդհատ կատարելագործման process, ոչ թե սենց միանգամյա փոքր ինչ-որ աշխատանք։ Ահա։ Так, եկեք նախ հասկանանք ինչ ասել է բիզնեսի թույլ կողմ, հա։ Իհարկե սրան շատ կարելի է շատ տարբեր կողմերից մոտենալ, տարբեր ձևով սահմանել։ Ես այսպես կասեի, հա, բիզնեսում միշտ կա մի հատ կետ, որը սահմանափակում է ամբողջ համակարգի արագությունն ու արդյունավետությունը, հա, դա հենց կարելի է համարել, որ բիզնեսի թույլ կետ է։ Այսինքն այն կետը, որը սահմանափակում է բիզնեսի հետագա բիզնեսի աշխատանքի արագությունը եւ արդյունավետությունը, դա հենց բիզնեսի թույլ կետն է։ Այս տեսանկյունից բան կա, հա, լավ տերմին կա, որ անգլերենում կոչվում է bottleneck, հայերեն թարգմանում որպես ուրեմն բան նեղվզիկ, հայերենում մի քիչ չի թարգմանվում, դրա համար կօգտագործեմ անգլերեն տերմինը, bottleneck տերմինը։ Ինչ է bottleneck-ը, որ ցանկացած համակարգ արդյունավետ է այնքանով, որքանով արդյունավետ է նրա ամենաթույլ օղակը։ Bottleneck-ը այդ համակարգի ամենաթույլ օղակն է։ Այն օղակը, որը որ թույլ չի տալիս մյուս օղակներին ավելի արագ աշխատել, հա, այս իլյուստրացիան շատ լավ ներկայացնում է, թե մոտավորապես ինչ բան, հա, ինչ նկատի ունենք bottleneck ասելով։ Տեսեք, երբ որ շշի վզիկը նեղ է, հա, եթե շիշը շուրջ տաս գլխի վայր, շշից կթափվի ջուրը այն արագությամբ, ինչ արագությամբ, որ հնարավոր է այդ վզիկից ջուր դուրս գա, հա, չնայած որ շշի մնացած մասերը ավելի լայն են։ Նույն տրամաբանությամբ ցանկացած խողովակից, որ ջուրը հոսում, խողովակից ջուրը հոսում այն արագությամբ, ինչ արագությամբ, որ դրա ամենանեղ հատվածով ջուրը կարող է հոսել, հա, նույնիսկ եթե այլ հատվածները ավելի լայն են։ Այս bottleneck-ի ընդհանուր գաղափարն է։ Հայտնաբերել բիզնեսի bottleneck-ը եւ լուծել դրա պատճառները, այս ոնց որ process է, որը որ թույլ է տալիս հայտնաբերել մեր բիզնեսի թույլ կողմերը։ Ինչի, որովհետեւ նայեք, bottleneck-ը ինքը իրանով ցույց է տալիս, թե որտեղ է խնդիրը, բայց բուն խնդիրը ցույց չի տալիս, հա։ Bottleneck-ը գտնելուց հետո, այսինքն այն թույլ կետը, որը որ սահմանափակում է բիզնեսի աշխատանքը, այդ կետը գտնելուց հետո պետք է խորանալ այդ կետի մեջ ու հասկանալ, թե որտեղ է այդ կետում խնդիրը, որովհետև դա կարող մենակ ցույց տա, հա, ինդիկատոր լինի, որ այսինչ ոլորտում մենք խնդիր ունենք, բայց հիմնական խնդիրը որն է, ինչն է իրականում պատճառը, խորքային խնդիրը, բնականաբար bottleneck-ը չի այդ հարցին պատասխանում։ Մենք պիտի ավելի խորանանք, գնանք հասնենք բուն արմատական խնդրին։ Դու bottleneck-ի շատ լավ տարբերակը բանը, հա, երթևեկությունը։ Երթևեկության մեջ bottleneck-ը հայտնաբերելը շատ հեշտ է, հա, քանի որ որտեղ որ կուտակումներն են, խցանումներն են առաջանում, այդտեղ բնականաբար երևում է թե որտեղ է bottleneck-ը, հա։ Երևանի տրաֆիկի մեջ բոլորս շատ լավ գիտենք, հա, որտեղ կա bottleneck։ Այդ լայն փողոցով sense գնում ես, մեկ էլ օրինակ այն Սալալանջի լայն փողոցով գնում ես, պետք է դուրս գաս Հերացի, այդտեղ մեգից անդամն է, որ դուրս կգա Հերացի ու այդ դառնում է բան, հա, կենտրոն մտնելու bottleneck-երից մեկը, այսինքն կետ, որը որ սահմանափակում է մնացած ամբողջ լայն ճանապարհի թողունակությունը։